Ապրում ենք երկակի ստանդարտների վտանգավոր միջավայրում, երբ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է սեզոնային զբաղմունք։ Խոսել խնդիրների մասին ըստ նպատակահարմարության, ըստ հարմարավետության։ Այս վարքը բացի նրանից, որ անարդար է, նաև անարդարությունն ընդունելի դարձնելու վտանգավոր միտում ունի։ Եվ հենց այդ պահին է, որ հասարակությունը սկսում է կորցնել իր բարոյական դիմագիծը։ Պետք է հիշեցնել, թե դա իր հերթին, ինչ վտանգներով է հեղի ժողովրդավարության, արժեքային համակարգի ու մեր երկրի համար։ Այսօր հանդիպել ենք հենց այդ նպատակով։ Երեկ Հայաստանում կրկին հոգևորականներ ձերբակալվեցին։ Հենքը քահանաներից մեկի հարցազրույցն էր, թե իր վերադասները ստիպել են իրեն մասնակցել ընդդիմության ցույցերին։ Եվ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության օպերատիվ հաղորդումը հանցագործության մասին։ Իշխանություններն էլ իրենց հերթին օպերատիվ արձագանքեցին հիշյալ հաղորդմանը եւ իրավապահներն անցան գործի։ Գործընթացն ուղեկցվեց ռեպրեսիվ մեթոդներով, բերման ենթարկված անձանց իրավական պաշտպանության իրավունքը կոպտորեն խախտվեց։ Հոգևորականներին թույլ չտրվեց տեսակցել փաստաբաններին, ժամեր շարունակ անհայտ էր նրանց գտնվելու վայրը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով եւ օրենքներով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ ոտնահարվեցին։ Եվ զավեշտն այն է, որ անձը, ում հարցազրույցի հիման վրա տեղի է ունեցել գործընթացը, ուշադրություն, երեք քննչական կոմիտե չի հրավիրվել, չի հարցաքննվել։ Որևէ մեկը ինձ չի զանգել, դատախազություն չեմ գնացել, այսինքն այս ամենը առանց ճշտելու ինձ հետ կապելը, ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ճիշտ չեմ համարում։ Միայն այսօր է հայտնի դարձել նրա հարցաքննության մասին տեղեկությունը այն դեպքում, երբ արդեն հայտնի էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվելու է։ Ինչ նշանակում է անպատկառությունը։ Այս աստիճան ընկած է այս ժողովուրդը, արդեն մտածում են, որ գլուխներից վրայով ման են գալու։ Ընկած է, գոյություն չունի այս ժողովուրդը։ Հայաստանը շարունակում է ներքին ցնցումների միջով անցնել։ Իրավապահ համակարգը գործում է կեր ծանրաբեռնված։ Սակայն ոչ թե հանցավորության դեմ պայքարելու վերջին աղմկոտ սպանությունները վառօրինակ, այլ հասարակական անհնազանդությունը լռեցնելու ուղղությամբ։ Խորհրդանշական է, որ գործարար Սամվել Կարապետյանի գործով ներգրաված է 53 քննիչ, Մկրտիչ Սրբազանի գործով 54։ Ինչու են ռեպրեսիվ գործողությունները հետզհետե դառնում օրինաչափություն մեր երկրում, իսկ քրեական գործերը մահակ, հաշվեհարդարի գործիք, որը ճոճում են անհնազանդների դեմ։ Պատճառը պարզ է։ Յուրաքանչյուր նոր ապօրինություն երեկվա լռության եւ թողտվության հետևանքն է։ Սպասենք վաղվա ռեպրեսիաներին, ավելի կոշտ, ավելի հանդուգն ու սանձարձակ, որովհետեւ քանի դեռ իրերն իրենց անուններով չեն կոչվում, քանի դեռ այդ ցնցումներին հակակշռող process-ներ տեղի չեն ունենում մեր երկրում, պետք է պատրաստ լինել հերթականին, ավելի ուժեղ ցնցման։ Այսպես է լինում միշտ, երբ արդարադատությունն ընտրովի է դառնում, երբ անարդարությունը համարում ենք ուրիշի խնդիր, վաղ մենք ենք դառնում հաջորդ պոտենցիալ թիրախը։ Իսկ ովքեր պետք է լինեին տեղ ունեցող ապօրինությունների դեմ պայքարող առաջամարտիկները։ Իդեալում բոլորս, հասարակության յուրաքանչյուր սուբյեկտ, բայց եթե այդ հանրային կամքը, արժեհամակարգը ձևավորված չէ, այդ դերակատարությունը պետք է ստանձնեին հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, որովհետև երբ պետական համակարգը ապօրինություններ է թույլ տալիս, հասարակական կազմակերպություններն են, որ դառնալու են հսկող դերակատարներ, բարձրաձայնելով խնդիրները հանրային դիսկուրսում։ ՀԿ-ների արձագանքն է, որ կարող է բերել միջազգային կառույցների ուշադրությունը ստիպելով իշխանություններին հաշվի նստել քաղաքական ճնշման հետ։ Վերջին հաշվով ՀԿ սեկտորն է քաղաքացիական հասարակության առողջության անբաժանելի մասը, նրա ձայնն ու խոսափողը։ Բացի այս, մեր երկրում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, իրավապահ ոլորտում արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու բարեփոխումների իրականացմանը նպաստելու եւ ելի շատ անելիքների համար միջազգային կազմակերպությունները տեղի հասարակական կազմակերպություններին տարիներ շարունակ զգալի ֆինանսական աջակցություն են ցուցաբերել։ Բայց ինչ ունենք մենք այսօր։ Հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն սերտաճվում են իշխանությունների հետ, հասարակական կազմակերպություններ, որոնք Հայաստանում տեղ ունեցող գործընթացները դիտում են, ասենք, հակառուսականության պրիզմայից։ Նրանց մի մասը նաև ինքնակամ սահմանում է ինչ է կարելի, ինչը ոչ, խարխլելով համընդհանուր շահի գաղափարը եւ հեռանալով հասարակության իրական օրակարգից։ Իրավապահ համակարգի ողջ սնանկությունը ի ցույց դրվեց մեկ դատական նիստով, խոսքը Շիրակի թեմի առաջնորդի գործի մասին է։
Կատարվածն աներկբա դատապարտելու, անթույլատրելիության կարմիր գծերը ցույց տալու փոխարեն հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բավարարվեցին նրանով, որ հայտարարեցին, թե կարելի էր ավելի մեղմ պատիժ սահմանել, գործնականում լեգիտիմացնելով իշխանության կողմից կարծիքի համար հետապնդումը, լեգիտիմացնելով 3 կատարվածը։ Հենց այդ վարքը հող նախապատրաստեց հաջորդած ռեպրեսիվ գործողություններին, տասնյակ հոգևորականների բերման ենթարկել, խուզարկել, եկեղեցիներ ներխուժել եւ այլն։ Նմանատիպ վարկը բացարձակ թույլտվություն ու կարտ բլանշ էր, ուրիշ ոչինչ։ Արդարացի լինելու համար պետք է ընդգծել, որ քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տարիներ շարունակ մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչ ուժերից են եղել։ Գալան այդ ճանապարհը կիսել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, միասին հասնելով կարևոր արդյունքների, բարձրաձայնելով անարդարություններն ու պաշտպանելով խոսքի ազատությունը։ Սա տասնյակ տարիների ծանր աշխատանք է եղել։ Այդ համատեղ ջանքերը թույլ են տրվել առաջ շարժվել դժվարությամբ, կորուստներով, զրկանքներով, բայց հաստատուն քայլերով։ Եվ ամրագրվել է մի հանգրվան, որից ցանկացած աննշան հետքայլն անգամ անթույլատրելի պետք է լիներ։ Դա հենց անցած ճանապարհը չպետք է թույլ տար։ Սակայն այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ այդ տարիների վաստակը վտանգված է, փոշիանում է արագորեն։ Ցանկացած հետքայլ ջնջում է մեր բոլոր նախորդ ձեռքբերումները։ Տեսականորեն, անգամ եթե ընդունենք, որ ինչ-որ մի փուլում հասարակության այս կամ այն անդամը թույլ է տվել աննշան սայթակում, հասարակական կազմակերպությունը պետք է հանդես գա հանրային շահի բարձր դիրքերից ու իր գործողությունները բխեցնի հասարակական ազատությունների լայն պրիզմայից, որովհետև այդ ազատությունների սահմանները նվաճվել են դժվարությամբ, որքանով է արդարացված ետքայլը, որն անհամեմատ հեշտ է, քան այրամբ ու քրտինքով նվաճվածը։ Եվ հետո, երբ մի ապօրինություն մնում է անտեսված, հաջորդի մասին խոսելն ավելի է բարդանում, որովհետև ստիպված ես լինելու պարզաբանել, ինչու ես լռել։ Նախորդը, որի տրամաբանական շարունակությունն էր հաջորդը, ինչու չի դատապարտվել։ Կա եւս մեկ վտանգավոր միտում։ Հայաստանում յուրաքանչյուր խոսք կամ գործողություն փորձ է արվում կապել արտաքին ազդեցությունների հետ։ Այս մեկը ռուսամետ է, մյուսը արևմտամետ, հետևաբար կարելի է մի թեթև շեղվել մեր ազատությունների նշաձողից։ Հիշենք մեկ ընդմիշտ։ Խոսքը ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշումների, այլ մեր ներսի ազատությունների եւ մեր հասարակության արժանապատվության մասին է։ Սա Արևմուտքի կամ Ռուսաստանի մասին չէ, սա Հայաստանի մասին է։ Այստեղ ապրողների ազատության եւ անցած ճանապարհի ու արժեքների մասին է։ Երբ մարդու հիմնարար իրավունքների խախտումների պարագայում հասարակական կազմակերպությունները լուռ են մնում, դա միայն դիրքորոշում չէ, դա դառնում է չափազանց վտանգավոր ազդանշան, դա քայքայում է հասարակությունը ներսից։ Վաղը նույն այդ դեգրադացված հասարակությունը անհամեմատ դաժան կվարվի ձեզ հետ, նույն խաղի կանոններով, որը սովորում է ընդօրինակում այսօր ձեր վարքագծից։ Այս մեկին կարելի է հալածել, որովհետև ռուսամետ է, մյուսին կարելի է հալածել, որովհետև հոգևորական է, երրորդին կարելի է հալածել, որովհետև երևի օտարերկրյա գործակալ է, եւ այսպես շարունակ։ Որևէ մեկին պետք չէ հալածել հանիրավի։ Սա պետք է դարձնել նորմ հասարակության համար վաղվա վենդետաներից խուսափելու համար։ Պետք չէ մեր ազատությունների հաշվին, մեր ճանապարհի հաշվին գնալ զիջումների։ Պետք չէ իշխանությանը տալ ժամանակ, լեգիտիմություն եւ տարածք շարունակելու ապօրինի գործողությունների շարքը։ Քաղաքացիական հասարակությունը կամ պետք է ծառայի հանրությանը, աննկուն ու սկզբունքային, կամ դադարի հասարակությանը ներկայացնել եւ անցնի մյուս ճամբար, որտեղ կարմիր գծեր չկան։ Իսկ նվաճված ազատությունները սակարկման ենթակա չեն, նահանջի տեղ չկա պարզապես։ Ամեն հետ քայլ նշանակում է ազատությունների կորուստ, երկրի կորուստ։ Կհանդիպենք առայժմ։